2 ամսով կալանավորվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Դատարանի որոշման հրապարակումից րոպեներ անց քննչական կոմիտեն սկանդալային տեսանյութ է տարածել։ Երևում է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանի առանձնատանը գետնին գցում նրան։ Բազմաթիվ վերլուծաբանների համոզմամբ այս նվաստացուցիչ տեսարանը ֆիքսած կադրերը Ծառուկյանի ձերբակալությունից 24 ժամ անց հրապարակվել են, որ փառավորվի ՔՊ ղեկավարի հոգին։ Մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին։ Ես իրականում ցավում եմ, որ գործող իշխանության կոնկրետ եւ ուղիղ հրահանգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը, այս դեպքում առաջին ատյանի դատարանը դարձել է այսպես ձեռնասուն կամակատար ընդամենը եւ կայացնում է նման խայտառակ որոշում, ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն է եւ քաղաքական վրեժխնդրություն է։ Դատարանը իրավաչափ է համարել Ծառուկյանին ձերբակալելու որոշումը։ Հիմա կտեղափոխեն կենտրոն քրեակատարական հիմնարկ, իսկ քայլերը որոշումը ստանալուց հետո դե բնականաբար բողոքարկումներ, վերադասացիան, իսկ մնացած մասով այս պահին չբացահայտեմ մարտավարությունը, հետագայում այդ մասով հանդես կգանք մենք։ Դատարանի բակում հավաքվածներին զայրացրել է Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշումը։ Որ մեկին տունը մտեք, որ մեկին բարեկամին ոտից գլուխ թափտակ, սաղիտ օգնել այս մարդը։ Որ այսօր սենց անեք։ Նա դուք ձեր գնահատականը տվեք։ Ծառուկյանը մի հատ լավ խոսք ունի։ Ցանկացած մարդ իր գնահատականը պիտի բարձր դնի։ Հələ դուք ձեր գնահատականը դրեք։ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը քննվել է Ավանի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս դատականիստի ընթացքում մեղադրանքից քարին չի թողնվել։ Նման փուչ մեղադրանք դժվար է պատկերացնել նման գործով, էլ եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեն, պետք է մի քիչ ավելի լուրջ մեղադրանք մտածեին։ Գագիկ Ծառուկյանը խարդախության եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար է մեղադրվում։ Իբր նա իրանական մի ընկերության գույք է հափշտակել եւ պարտք է Իրանի մի քանի քաղաքացիների։ Մենք դատանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որոնց իրենք են պարտ Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձել, պարտավորվել են մինչև 26 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձել եւ այս վարույթները ըստ էության շանտաժի հետ կապված սկսել են։ Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով Իրանում նույնպես դատավարություն է սկսվել այս գործով, որտեղ ապացուցվել է ոչ թե Ծառուկյանն է պարտք, այլ իրեն են պարտք։ Ասում են, որ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել է խարդախությամբ, ասում ենք այդ գույքը ումա պատկանում, ասում են այդ նույն ընկերությանը։ Ասում ենք լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը։ Ոնց են հափշտակը հափշտակվել։ Հափշտակությունը, խարդախությունը դա նա է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես հանում, դարձնում ես քոնը։ Բայց պատկանում է այդ ընկերությանը, որի 50% սեփականատերը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին է։ Ծառուկյանի աղջիկներն էլ են գնացել դատարան։ Նրանք ապօրինի են համարում իրենց հոր դեմ քրեական հետապնդումը։ Սա կարող է բոլորի դուրը թակել ու որևէ մեկի ապրելու ձևը, շարժվելու ձևը կամ չգիտեմ որևէ մի բան, եթե որևէ մեկին դուր չեկավ ցանկացած պահի, իմացեք, որ ցանկացած ձևով սա կարող է բոլորին առնչվել։ Մեր պետականությունը կորցնելու վտանգ կա, համոզված է Ծառուկյանի դուստրը։ Թող ժողովուրդը հասկանա, որ անդառնալի բաներ կարան լինեն մեր երկրում, մեր պետականության, մեր կրոնի, մեր մշակույթի փոփոխության մեջ, որ դրանք մենք երբևէ էլ հնարավոր է չկարողանանք վերականգնել։ 13 ժամանոց շոու են անվանում Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը, դատարանի բակում հավաքված քաղաքական գործիչները։ Մարդկանց մանդատները գողացան 60,000 ձայն, հիմա էլ փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել ըստ քաղաքական ուժի գործունեությունը։ Սա այլ կերպ քան քաղաքական հետապնդում կոչել չի կարելի, որովհետև մենք նախընտրական փուլում արդեն տեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ուրեմն պատժելու է եւ, չգիտեմ, ասֆալտին է փռելու եւ մնացած արտահայտությունները չկրկնեմ ընդդիմադիր ուժերի ղեկավարներին եւ սա իր հայտարարած ուրեմն գործընթացի շարունակությունն է։
Էլինար Վարդանյանը համոզված է, անձամբ Փաշինյանի մատն է խառը ԲՀԿ ղեկավարի շուրջ այս խայտառակ գործում։ Փաշինյանը հրահանգ է իջեցրել եւ իր հրահանգը կատարում են։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։